Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ՞։ 3 մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի անդամները հերթական ներկուսակցական քարոզներ են իրականացնում, այս անգամ նաեւ Երևանում։ Հայաստանի քարտեզը, որ կրում է իրական Հայաստանի գաղափարը, Փաշինյանը մետրոյում փորձել է նվիրել արցախցի Արմինե Մոսիյանին։ Վերջինս հրաժարվել է վերցնել քարտեզը, պատճառաբանելով, որ քարտեզում Արցախը չկա։ Նիկոլ Փաշինյանը նախ հետ է քաշվել, ընդունելով երիտասարդ կնոջ մոտեցումը, ապա չի հանգստացել եւ նորից է առաջարկել պնդելով, որ իծ երեխան տվյալ քարտեզում է մեծանալու։ Երիտասարդ կինը նորից է պնդում, որ ինքը չի ընդունում Հայաստանի կիսատ քարտեզը եւ նշում, որ ինքը Փաշինյանն է դավաճանել իրենց արցախցիներին եւ հանձնել Արցախը։ Վեճ է առաջանում։ Փաշինյանը բարկանում է եւ մատ թափ տալով ասում, որ փախածներով իրեն չմեղադրեն Ղարաբաղի հանձնման մեջ եւ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միլիարդավոր հարկերի հաշվին արցախցիները ուզում էին ապրել Արցախում։ Բայց ձեր տղան էս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առել։ Էլ բաց չկա, մենք չենք թողելու, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի գիտեք ինչ, ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ, մի րոպե սպասում, չեք կշարունակեմ, ես կշարունակեմ, գնացքի, իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում, չէ, շատ է, բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք, մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք, եւ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան, եւ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն, եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը։ Տեղեկացնենք, որ Արմինե Մոսիյանը մինչև վերջ ապրել է Արցախում, բռնի տեղանվել 2023 թվականին։ Տեղեկացնենք նաև այն, որ Արմինեի հայրը Մերուժա Մոսիյանը զոհվել է 1993 թվականին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Նա եղել է դաշտային հրամանատար, հետմահու պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Մարտունին ամբողջ օրերով հետահրթիռակոծում է, բայց ընդհանուր առմամբ ամենից գլխավոր այն է, որ ինքնապաշտպանության ուժերը նենց պատրաստ են մինչև վերջ կանգնելու թշնամու դիմաց։